Եթե շոշափվում է ինչ-որ գոյացություն կամ իմ նշած սիմպտոմներից որևէ մեկը առկա է, տեսքի, ձևի, չափի փոփոխություն, անպայման պետք է անհապաղ դիմել բժշկի։ Վանաձորի բժշկական կենտրոնի ուռուցքաբան վիրաբույժ Գորգոքչյանը ներկայացնում է, թե երբ է անհրաժեշտ անցնել կրծքագեղձի քաղցկեղի համար նախատեսված հետազոտությունները։ Արդեն 6 ամիս այստեղ գործող մամոգրաֆ սարքով առողջապահության նախարարության կողմից կրծքագեղձի սքրինինգի ծրագրի շրջանակում հետազոտվել է շուրջ 400 բուժարու, մոտ 100 անձ օգտվել է մամոգրաֆիայի դիագնոստիկ ծառայությունից։ Մոտ 20-ից ավելի պացիենտների մեջ որոշակի խնդիրներ են հայտնաբերվել, որոնք որ հավելյալ կարիք ունեն լրահետազոտման։ Եթե անհրաժեշտություն է առաջանում սկրինինգից հետո շարունակական հետազոտության բոլոր միջոցները եւ սարքավորումներով Վանաձորի բժշկական կենտրոնը համալրված է եւ բժշկական անձնակազմը մասնագիտական բարձր մակարդակի վրա կարողանում են շարունակական բուժօգնություն ցուցաբերել։ 3 տեսլահազորությամբ թվային սարքով օրական 8-ից 10 բուժարու է հետազոտվում։ Անհրաժեշտության դեպքում իրականացվում է լրացուցիչ ուսումնասիրություն, տեղում կատարվում է ախտորոշումից մինչև բուժում։ Բարձր ճշգրտությամբ վերջին սերնդի սարքավորումն առաջինն է մարզում, որը հասանելի դարձրեց կրծքագեղձի խնդիրների ախտորոշումը առանց մայրաքաղաք գնալու անհրաժեշտության։ Բժիշկների խոսքով, սակայն, բուժառուների հիմնական մասը հետազոտության դիմում են ավելի ուշ փուլերում, երբ խնդիրներն արդեն բարդացած են լինում։ Օրինակ, կրծքագեղձի քաղցկեղի 4-րդ փուլում հայտնաբերման թիվը դեպքերի մոտ 15-ից 20%-ն է կազմում։ Վաղ հայտնաբերման դեպքում, երբ որ քաղցկեղը դեռ միայն կրծքագեղձում է, հնարավոր է կատարել փոքր վիրահատական միջամտություն, այսինքն կրծքագեղձը չհեռացնել ամբողջությամբ, այլ հեռացնել միայն ուռուցքը առողջ հյուսվածքների սահմանում, պահպանելով կրծքագեղձը, ինչը, ինչպես գիտենք, ունի նաև շատ լուրջ հոգեբանական ազդեցություն կնոջ համար։ Դրանից հետո սովորաբար չեն արվում քիմիաթերապևտիկ բուժում, արվում է վիրահատություն եւ ճառագայթային բուժում։ Բժշկական կենտրոնում գործող թվային սարքավորումը թույլ է տալիս հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը մինչ կլինիկական վաղ փուլում։ Այժմ կենտրոնում գրանցված 708 կրծքագեղձի քաղցկեղ ունեցող անձ կա, որոնցից 3-ը տղամարդիկ են։ Սերինե Սերոբյան, լուրերի համար։